Հայաստանը երկրի առաջավոր արևելքի հյուսիս-արևելյան հատված զբաղեցնում է 46,000 քառակուսի կիլոմետր, բնակչությունը 3 միլիոն, համաստությունը հայ, սահմանադրական կարգը հանրապետություն։ Սա Հայաստան է և վերջ։ Կարեն Վարդանյանի հեղինակային ծրագիրը։ Լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում «Սա Հայաստանը և վերջ» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Բարև ձեզ, հարգելի ռադիո լսողներ, ռադիոդիտողներ, տաղավարում հաղորդման հեղինակ Կարեն Վարդանյանն է, բարև ձեզ Կարեն։ Եվ ես Գարեգին Խումարյանը, ես վստահ եմ, որ մեր ռադիո լսողների ռադիոդիտողների ճնշող մեծամասնությունը գիտի թե ինչ է Digitech-ը, բայց այնուամենայնիվ այն մարդկանց համար, ովքեր, չգիտեմ, ինչ հրաշքով չգիտեն դա ինչ է, երկու խոսքով ասեմ, Digitech-ը դա ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես է, որը ներկայացնում է այդ տարվա ընթացքում տեխնոլոգիական բարձր տեխնոլոգիաների, ինժեներության, կոմունիկացիաների ոլորտում նորությունները։ Մեծ հաշվով, այսպես որպես մասսայական միջոցառում, դա Հայաստանի ամենամասսայական ու ամենամեծ միջոցառումն է, սովորաբար 3 օր է տևում, անցյալ անգամ 50,000-ի կարգի մարդ էր այցելել, Երևան Էքսպոյում է սա տեղի ունենում, այ ամսի 30-ին 17-րդ ոչ հոբելյանական Digitech-ն է լինելու, բայց այստեղ մի կարևոր բան կա, 17-րդն է իհարկե, բայց սա առաջին Digitech-ն է ապրիլյան պատերազմից հետո ու վստահ եմ, որ այդ ապրիլի վառոդի հոտը հաստատ մենք ցուցահանդեսի ժամանակ ենք ուրեմն առնելու։ Ես մի բան եմ ուզում Կարեն հարցնել, մինչև այս 17-րդին անդրադառնալը։ Մեր երկրում շատ քիչ բան կա, որ չի փոխվում ու կայուն է մեզ մոտ։ Օրենքները ամեն տարի փոխում են, չգիտեմ, այսինքն հաստատուն ու կայուն բան չկա։ Digitech-ը երևի եզակի բաներից մեկն է, որ 17 տարի շարունակ կա ու որքան հասկանում եմ, ամեն տարի ինքը մի փոքր ավելի լավն է լինում, քան նախորդը։ Այդ ինչպես է ստացվում։ Մենք երկու այսպիսի անընդմեջ տեղի ունեցող process ունենք երկրում, առաջինը փաստորեն դա, չգիտեմ, կոռուպցիան ու ընտրությունների կեղծումն է, երկրորդը դա Digitech-ն է։ Ինչպես է հայտնվել այդ պատվո ուրեմն հարթակում։ Գիտեք, կարծում եմ, որ Digitech-ի հիմնական ուժեղ կողմերից մեկը դա ընտանիքներում առկա ինժեներական տրադիցիան է, որովհետև ցուցահանդես առանց այցելուի չի լինում, ոնց որ թատրոն առանց հանդիսատեսի, հա, եւ կարծում եմ, որ ամենակարևոր կետը դա է, որ ընտանիքներում մնացել է ինժեներական տրադիցիան, մարդիկ ընտանիքներում շարունակում են ցանկանալ վերականգնել Հայաստանը որպես ինժեներական երկիր եւ իրենք ոչ միայն ուղակի գալիս են դիտելու Digitech-ը, այլ նրանք իրենց գալով ոնց որ ուժ են տալիս նաեւ ցուցադրվողներին եւ իրար են ուժ տալիս, էլի։ Սա կարծում եմ, որ հիմնական Digitech-ի գաղտնիքն է եւ քանի մեր ընտանիքներում այդ տրադիցիան շարունակվում է, հիմա էլ արդեն նոր սերունդ է գալի, որը նոր ընտանիքներ է ինժեներական ստեղծում, կարծում եմ Digitech-ը շարունակելու է աճել։ Անցած տարի մենք ունեցանք շուրջ 50,000 այցելու, ես կարծում եմ, որ այս տարի այդ թիվը կմոտենա մոտ 60,000-ին, եւ մենք մոտակա 5 տարվա մեջ կարծում եմ մենք 100,000 նշաձողը կվերցնենք, այսինքն Digitech-ը կդառնա շատ կմտնի աշխարհի ամենաայցելվող ուրեմն ցուցահանդեսների ցանկում կհայտնվի, որովհետեւ օրինակ ձեզ ասեմ Գերմանիայի CEBI ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում է մոտարապես 4,000 ուրեմն ընկերություն, այցելուների քանակը մոտարապես ժամանակի 1 միլիոն էր, ինքը շարունակաբար իջնում է, այսինքն վերջի 10 տարվա մեջ ինքը 1 միլիոնից իջել է գրեթե մինչև 350-400,000, հա, այսինքն 300-400,000-ը դա շատ մեծ թիվ է, դա այսինքն աշխարհի ամենամեծ IT ցուցահանդեսն է, հա, հենց իմенно IT, որովհետև հիմա Բարսելոնայում օրինակ գործում է բանի այդ մոբայլ ցուցահանդես, որը արդեն իսկ էլի շատ մեծ այցելությունների բան ունի, Չինաստանում մի քանի էլի տենց շատ խոշոր ուրեմն ցուցահանդեսներ կան, բայց CEBIT-ը շարունակում է մնալ հենց զուտ IT ամենախոշոր ցուցահանդեսը
եւ ասում եմ 400,000 է, այսինքն եթե մենք հասնենք 100,000-ի, դա բավականին լուրջ թիվ է մեր չափի երկրի համար, հա, այսինքն բնակչության շատ խիստ հետաքրության մասն է խոսում։ Երկրորդը կարծում եմ դա իհարկե ցուցադրվող ընկերություններն են եւ այդպես չի, որ բոլոր ցուցադրվող ընկերությունները Հայաստանում շուկա ունեն։ Իհարկե այնպես էլ չի, որ իրենք շուկա չունենալով միայն ալտրուիզմի վրա են գալիս ցուցահանդես, անգամ եթե շուկա չունեն, ապա գալիս են լավագույն կադրերին ընտրելու համար։ Օրինակ ժամանակին ես ասեմ, որ ու դա շատ ժամանակ որոշիչ է լինում Հայաստանում ընկերությունը աշխատի թե չաշխատի։ Օրինակ ժամանակում National Instrument ընկերությունը 2006 թվականին երբ որ եկավ եւ այնքան տաղանդավոր ինժեներների նրանք հանդիպեցին Հայաստանում, որ որոշում ընդունեցին Հայաստանում հիմնել ուրեմն ստորաբաժանում, ներկայումս այդ ստորաբաժանումը սպասարկում է ամբողջ Եվրոպայից մինչև ուրեմն Սինգապուր, այդ ամբողջ տարածքը եւ ուրեմն արդեն այդ ոլորտում շուրջ 30 ընկերություն աշխատում, գիտեք, որ արդեն այդ ընկերությունների հիման վրա ստեղծվում է ինժեներական քաղաք Ավանի ուրեմն Արվարձաններում, այսինքն այդ զարգացումները շատ ինտենսիվ գնում է, այսինքն տեխնոլոգիական ոլորտը ինքը տաղանդի ոլորտ է, եթե դու տեսնում ես այդ երկրում տաղանդ կա, ինքը գնում է աճում է։ Ավելին ասեմ, այս Digitech-ին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նույն National Instrument-ի ուրեմն մրցակից ընկերությունը, նույնպես ամերիկյան ուրեմն ինդուստրիալ չափումների ընկերությունը, Keysight ընկերությունը, որ անցած տարի առաջի անգամ եկավ եւ տեսնելով հետաքրությունը ինժեներները եւ այլը, երկրորդ անգամ է գալիս արդեն ունենալով համագործակցություն կոնկրետ հայկական ընկերությունների հետ։ Ու սա շատ կարևոր բան է, եթե Keysight-ն էլ հիմնվի Հայաստանում, ապա մենք Միացյալ Նահանգների համար 1, ընդհանրապես աշխարհի, ասենք համար 1 եւ երկրորդ ինդուստրիալ չափումների ընկերությունները մենք ունենանք Հայաստանում, որը շատ մեր համար պատվաբեր է, օրինակ միկրոէլեկտրոնիկայում մենք 3-ից 2-ը Հայաստանում են, այն երրորդն էլ մտածում է, էլի։ Հա, ուզում ասեմ, սա իհարկե շահագրգռվածություններն են ընկերությունների կադրերի իմաստով, բայց ընկերությունները միայն այդ շահագրգռվածությամբ չեն գալի։ Այսինքն նաև սա մի տեղ է, որտեղ 3 օր ընկերությունների ղեկավարները եւ առաջնային մասնագետները իրար հետ շփվում են, համագործակցության եզրեր են գտնում, իրանք իրանց ավելի ուժեղ են զգում, որովհետեւ տեսնում են, որ իրանք իրար հետ են։ Սա շատ էլի կարևորում եմ եւ դա եւս հանդիսանում է Digitech-ի հաջողություններից, պատճառներից մեկը։ Դադար առնենք, լուրերը լսելու ժամանակն է, արգելի ռադիո լսողներ, ռադիո դիտողներ, լուրերը լսելու ժամն է, առջևում լրատվական կարճ թողարկում է, իսկ մենք Կարեն Վարդանյանի հետ եթեր կվերադառնանք 3 րոպեից։